Այսօրվա կոնֆերանսը, որը կազմակերպել են երկու հասարակական կազմակերպություն, բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ, նվիրված է մարդու իրավունքներին առողջապահության համակարգում։ Մարդու իրավունքները խոցելի խմբերի համար մշտապես եղել են պրոբլեմատիկ եւ մեր հիմնադրամի եւ բազմիցս մարդու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպությունների միսիայի կենտրոնում եւ այդ խմբերի հետ աշխատելիս մենք հասկացել ենք, որ կան նաեւ համակարգային պրոբլեմներ եւ այդ համակարգային պրոբլեմների հետազոտությունը, խնդիրների վերհանումը եւ դրանց լուծումների աջակցությունը, լուծումների եղանակները արդեն երկար ժամանակ պատրաստվում են, հետազոտվում են եւ այսօր մենք շատ ուրախ ենք, որ այս լայն պրակտիկ բժիշկների, բուժաշխատողների, իրավաբանների հետ մենք կարող ենք քննարկենք դրանց լուծերը։ Սիրով ողջունում եմ ձեզ տարածաշրջանում աննախադեպ բնույթ կրող առողջապահական իրավունքի առաջին միջազգային համաժողովին։ Համաժողովի անունը, աջակիցները եւ այսօր ներկաների կազմը պատահական չեն ընտրված։ Համաժողովը անց է կացվում առողջապահությունը եւ մարդու իրավունքները խորագրով։ Համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, Հայաստանում եւ մասնակից պետություններում վերհանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եւ խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները եւ համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու եւ պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ։ Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության եւ իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին։ Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքը այն կարևորագույն գործիքը եւ միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը եւ անշեղ պաշտպանությունը եւ կնպաստի առողջապահության համակարգի եւ բժշկագիտության զարգացմանը։ Այսօր առավել քան երբևէ կարծում եմ, որ առողջապահության ծառայությունների եւ քաղաքացիներին դրանց հասանելիության ու իրավունքների ապահովման տեսանկյունից շատ կարեւոր մենք հանգրվանում ենք գտնվում եւ իհարկե առաջին հերթին կկարևորեի առողջապահության իրավունքները կամ առողջապահական ծառայություններ ստանալու իրավունքները առաջին հերթին սոցիալական ոլորտի որպես հիմնարար իրավունք եւ սոցիալապես անապահով անձանց տեսանկյունից նաեւ շատ կարեւոր նշանակություն ունեցող իրավունք եւ այս առումով ոչ միայն այսօր կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու քաղաքականությունը, այլ նաեւ բնականաբար թե առողջապահական կազմակերպությունների, թե սոցիալական ոլորտի կազմակերպությունների եւ թե նաեւ մեր գործընկերների միջազգային կազմակերպությունների աջակցությամբ փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի այսօրվա սուղ հնարավորությունների շրջանակներում առավել հասցեական ու առավել մատչելի դառնան այդ ծառայությունները։ Այս տարիների համեմատության մեջ կարելի ասել, որ մենք վարքագծային մոտեցումներից տեղաշարժ ենք իրականացրել դեպի մեր մոտեցումների իրավական կարգավորում։ Սրա վառ օրինակներ են մի շարք օրենքներում նոր փոփոխությունների իրականացման, այն օրենքների, որոնք կարգավորում են առողջապահության դաշտը, այս օրենքներում մենք անդադար փոփոխություններ ենք անում, որովհետև կյանքում ծագում են խնդիրներ, որոնք ուղղակիորեն ազդեցություն են թողում եւ բացասական իհարկե հիմնականում, այս բացասական ազդեցությունները մեղմելու եւ դրանք վերացնելու համար իհարկե առողջապահության նախարարությունը իրականացնում է համարժեք գործողություններ։ Այն խնդիրները, որոնք վերաբերում են առողջապահության իրավունքին, բազմաթիվ են։ Արդեն նշեցինք պացիենտ-բժիշկ, պացիենտ-հարազատ, բժիշկ-պետություն, մի շարք բարդ հարաբերություններ, որոնց կարգավորումից ուղղակիորեն կախված է այն արդյունավետությունը, որի մասին մենք այսօր խոսում ենք։ Արդյունավետություն, որը կապված է նաև բավարարվածության հետ, պացիենտների, մարդկանց, հանրության բավարարության հետ մեր համակարգից եւ կարծում եմ, որ այս դաշտում մենք դեռ շատ մեծ անելիքներ ունենք։